Հարգելի պատգամավորներ, ես պետք է ձեզ տեղեկացնեմ, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի մասին դիմում։ Այժմ քվեարկության ենք դնում վարման կարգով։ Համեցեք Նաիրա Զոհրաբյան, վարման կարգով։ Շնորհակալություն, հարգելի խորհրդարան, հարգելի նախագահող, հենց նոր Տիկին Աղդալյանը ընթերցեց Իշխան Զաքարյանի Վերահսկիչ պալատի նախագահի 10 տարի ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահի հրաժարականի դիմումը։ Ես կարծում եմ մենք պիտի ունենանք եւ մշակենք քաղաքակիրթ ավանդույթ, շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, այն պաշտոնյաներին, ում ընտրում է ազգային ժողովը երկար տարիների համագործակցության եւ համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն Տիկին Զոհրաբյան, քաղաքակիրթ մշակույթ ձևավորելու ձեր առաջարկի համար, բայց ես կարծում եմ, որ մենք նախ եւ առաջ պիտի ունենանք քաղաքակիրթ մշակույթ հարգելու մեր իսկ օրենքները եւ պրոցեդուրաները, իսկ ձեզ բոլորիդ հայտնի է, որ համաձայն ազգային ժողովի կանոնակարգ օրենքի ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված յուրաքանչյուր պաշտոնատար անձ իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է ազգային ժողովի նախագահին, բայց դիմումը ընդունված է համարվում ոչ թե նշանակման պահին, այլ որոշակի ժամկետ, որոշակի ժամանակ հետո, որովհետև շատ հնարավոր է, որ պաշտոնատար անձը դիմում ներկայացնելուց հետո երրորդյա ժամկետում հետ վերցնի իր դիմումը եւ այդ դիմումը այլևս ընդունված չի լինի։ Վերահսկիչ պալատի մասին օրենքով հարգարժան Տիկին Զոհրաբյան տեղեկացնեմ, որ այդ ժամկետը 15 օր է սահմանված, ուստի մենք եկեք ժամանակից առաջ չընկնենք եւ մեր պաշտոնատար անձերին բոլորին տանք այն հնարավորությունը, որը սահմանված է օրենքով եւ սպասենք, երբ որ իրավական բոլոր մեխանիզմները գործած կլինեն, որից հետո նոր մենք կհայտարարենք այն մասին, որ դիմումը համարվում է ընդունված։ Դա օրենքի պահանջ է եւ մենք ճիշտ կանենք, որ լինենք օրենքի պահանջների շրջանակում։